Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասացի նաեւ, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդհանրապես մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն 5 րոպեան, 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ այդ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա հնարավոր աներևակայելի է։ Ես այն չի համար եմ ուզում ցույց տամ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ ունենք լուծումներ եւ ավելին, այդ լուծումները շատ տրամաբանական են եւ նույնիսկ գծագրված։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից սովորաբար կան շատ մեջբերվող եւ քիչ մեջբերվող կամ գրեթե չմեջբերվող կետեր։ Այդ չմեջբերվող կետերից եւ ընդհանրապես իմ կարծիքով այդ հռչակագրի կարևորագույն կետը 5-րդ կետն է, որը ըստ էության խոսում է, արձանագրում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ երկարատև խաղաղության տեսլականը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հիմա մենք հասել ենք մի կետի եւ հասունացել է նորակարգը, երբ որ մենք պետք է արձանագրենք արդեն իսկ արձանագրվածը իմիջայլոց, որը ինչ որ առումով կարելի է անվանել նաեւ ռազմավարական գործարք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, որն է եւ որը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն ինչը ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։